Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք, երբ հակում ունես ինքդ քեզ ուրիշների հետ համեմատելու։ Գիտես արդյոք, որ ինքդ քեզ մյուսների հետ համեմատելը ամենավատ պատուհասներից մեկն է, որ կարող է խորը հոգևոր հարված հասցնել քո մտածելակերպին։ Որոշ մարդիկ դա կարող են անել չմտածված կերպով, մյուսները ըստ սովորության, իսկ երրորդները սխալ ինքնագնահատականի հետևանքով։ Եվ այս ողջ ընթացքի սկզբնաղբյուրը նախանձն է կամ դիմացինով հմայված լինելը։ Ամեն դեպքում մարդկանց հետ համեմատվելով ապրելը արատավոր ընթացք է։ Սիրելի՛ բարեկամ, ուրիշների հետ համեմատվելը բացասական ազդեցություն է ունենում քո ապագայի վրա։ Մարդուն նախանձելն այն մեղքերից մեկն է, որի մասին Աստված խոսում է 10 պատվիրանների մեջ։ Սա այն մեղքն է, երբ մարդիկ ցանկանում են ունենալ այն, ինչն ունեն ուրիշները, կամ աչք են դնում մի բանի վրա, որն իրենցը չէ։ Նախանձ մարդը միշտ դժգոհ է իր կարգավիճակից և ունեցածից։ Նա մշտապես կարծում է, թե մյուսների ունեցածը, կարգավիճակը կամ անգամ հարաբերություններն ավելի լավն են, քան իրենը։ Նա ուզում է լինել այն մարդկանց նման, ում նախանձում է, կամ ունենալ այն, ինչ նրանք ունեն թե՛ նյութական և թե՛ ոչ նյութական առումներով։ Առակաց 14:30 խոսքում կարդում ենք. «Հանդարտ սիրտը բժշկություն է մարմնի համար, իսկ նախանձը փտություն է ոսկորների համար»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք մի համեմատվիր մյուսների հետ։ Մի՛ փափագիր ունենալ մյուսների երեխաների պես երեխաներ, ամուսինների պես ամուսին, կնոջ պես կին, աշխատանք, գեղեցկություն, մեքենա, տուն, ունեցվածք, արտաքին և այլն։ Աստված քեզ առանձնահատուկ է ստեղծել և քեզ հատուկ հանձնարարությամբ ու առաքելությամբ է այս աշխարհ ուղարկել։ Մյուսների ունեցածը փափագելը առաջին հերթին հենց քեզ է վնասում։ Այժմ փորձի՛ր անկեղծորեն պատասխանել այս հարցին՝ արդյոք ունենո՞ւմ ես նման մտքեր․ «Նա ավելի օրհնված է, քան ես»։ «Նա ավելի տաղանդավոր է և ավելի շատ պարգևներ ունի, քան ես»։ «Նա ավելի շատ ընկերներ ունի, քան ես»։ «Նրա կյանքում ավելի շատ հաջողություններ ու հաղթանակներ կան, քան իմ կյանքում»։ «Նրան ավելի շատ են հավանում ու սիրում, քան ինձ»։ «Նրանով բոլորը հիանում են, իսկ ինձ չեն էլ նկատում»։ Եվ այլն։ Նման համեմատությունները մյուսների հետ սկզբում կարող են ոչ մի վտանգ իրենց մեջ չկրել։ Սակայն երբ այս մտքերն արմատանում են մարդու էության մեջ, ապա աստիճանաբար ծնում են բարկություն, դառնություն ու տրտմություն։ Հասնելով իրենց գագաթնակետին, նման համեմատությունները մարդկանցից գողանում են իրենց երազանքները, առաքելությունը և անգամ արտաքինը, քանի որ նրանց հայացքը կենտրոնացած է կողքինի վրա և ոչ թե Տեր Աստծու ու Նրա ծրագրերի։ Սակայն միայն Տերն է, որ կատարյալ ծրագիր ունի քեզ համար, և միայն Տեր Հիսուսն է, որ մեր չափանիշն է, ում մենք պետք է ձգտենք նմանվել։ Այսօր դու կարող ես քո սրտից արմատախիլ անել մյուսներին նմանվելու այդ չար զգացումը։ Խնդրի՛ր Տեր Աստծուն, որպեսզի Նա ների քեզ սրտումդ նախանձ ունենալու համար։ Գոհացի՛ր Աստծուց այն կյանքի, պարգևների ու տաղանդների համար, որ Նա տվել է քեզ։ Փառք տուր Նրան քեզ առանձնահատուկ կերպով ստեղծելու համար։ Աղոթքով զարգացրու տաղանդներդ և համբերությամբ հարատևի՛ր քո կանչվածության մեջ։ Սրտանց գոհացի՛ր Տեր Աստծուց այն առատ հունձքի համար, որը Նա պատրաստել է քեզ համար, եթե հավատարիմ լինես և մնաս Նրա կամքի մեջ։ Ես շատ հույս ունեմ, որ այսօրվա ուղերձը կօգնի քեզ այլևս մյուսների հետ չհամեմատվելու հարցում։ Աղոթում եմ, որ տեսնես այն բոլոր բարիքները, տաղանդներն ու առանձնահատուկ որակները, որ Տերն է քեզ պարգևել, և առաջ գնաս քեզ համար Նրա սահմանած ընթացքի մեջ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։